Անցյալ անգամ մենք խոսեցինք Հիսուս Քրիստոսի միջոցով մարդկային ազգի փրկագնման մասին։ Անցյալ հաղորդման էական կետերը հետևյալն էին. Առաջին. Տեր Հիսուս Քրիստոս փրկագնողն ու փրկիչն է մարդկային ազգի։ Քրիստոս իր վրա վերցրեց ամբողջ աշխարհի մեղքը։ Նա իր վրա վերցրեց բոլոր մարդկանց հանցանքները։ Նա աշխարհի համար զոհաբերված գառն է։ Երկրորդ. Առաքելական գրվածքներում ամենայն հստակությամբ եւ որոշակիությամբ արտահայտված է փրկության խորհրդի ճշմարտությունը։ Առաքյալների համար փրկության խորհուրդը մարդկային կյանքի ընկալման մեկնակետն է, եկեղեցական կյանքի հիմքը եւ ամբողջ աշխարհի ապագա եզրափակումը։ Նրանք մշտապես քարոզում էին փրկության բարի լուրը ամենատարբեր արտահայտություններով, առանց մանրամասն մեկնաբանությունների, իբրև ինքնին հայտնի մի ճշմարտություն։ Օրինակ, Քրիստոս փրկեց մեզ, դուք փրկագնված եք օրենքի անեծքից, Քրիստոս ծածկեց մեր մեղքերը եւ այլն։ Երրորդ. առաքյալների քարոզության մեջ հատկապես ուշադրության է արժանի երկու կարևոր ճշմարտություն։ Առաջինը համայն մարդկության փրկության արդեն կատարված իրողությունն է, իսկ երկրորդը յուրաքանչյուր հավատացյալի կողմից փրկության շնորհի անհատական ընդունումն ու յուրացումն է։ Այսօր մենք կշարունակենք Քրիստոսի զոհաբերությամբ մարդկային ազգի փրկագնման թեման։ Խաչի եւ հարության փրկական հետևանքների ամբողջականությունը առաքյալների կողմից սովորաբար արտահայտվում է փրկագնում պարզ գաղափարով, որը բառացիորեն նշանակում է մեկին ազատելու համար փրկագին տալ կամ վճարել։ Մեղքի ստրկությունից մարդկության հոգևոր ազատագրումը բնութագրող այս եզրը ունի շատ խորը աստվածաբանական իմաստներ, որի մասին խոսում է Սուրբ Գրիգոր Աստվածաբանը։ Մեզ համար հեղված արյունը ում վճարվեց եւ ինչու այն հեղվեց։ Ես նկատի ունեմ մեր Աստուծո, քահանայապետի եւ զոհի թանկագին եւ պատվական արյունը։ Մենք չարի ստրկության մեջ էինք պահվում, վաճառված էինք մեղքերին եւ հաճոյասիրությամբ վնասել էինք մեր բնությունը։ Արդ, քանի որ փրկագինը պատկանում է միայն նրան, ով պահում է գերեվարության մեջ, ես հարցնում եմ, ում է այն վճարված եւ ինչ պատճառով։ Եթե չարին, ինչպիսի անարգանք։ Գողը փրկագին է ստանում ոչ միայն Աստծուց, այլ հենց Աստծուն։ Եվ իր բռնադատության դիմաց ստանում է այնպիսի մի անչափելի գին, հանուն որի նրա համար ճիշտ կլիներ, որ մեզ կատարելապես ազատ արձակեր։ Իսկ եթե հորն է վճարել, բայց ես նախ հարցնում եմ ինչպես, քանի որ նա չէր գերեվարել մեզ։ Եվ երկրորդ, ըստ որ սկզբունքի միածին որդու արյունը հաճելի է հորը, որը անգամ չընդունեց Իսահակին, որ բերվել էր զոհաբերվելու նրա հոր կողմից, այլ փոխանակեց զոհին մարդկային զոհի փոխարեն դնելով խոյը։ Ակնհայտ է, որ հայրը ընդունում է զոհը ոչ թե նրա համար, որ պահանջեց կամ կարիքն ուներ, այլ ըստ փրկագործ տնօրինության, եւ որպեսի մարդը սրբվեր Աստուծո մարդեղությամբ, եւ ինքը փրկեր մեզ ու զորությամբ հաղթեր բռնակալին, քաշեր մեզ դեպի իրեն իր որդու միջնորդությամբ եւ տնօրինությամբ, որը կատարեց ամեն բան իբարս հոր, նրան հնազանդվելով ամեն ինչում։ Փրկագնում գաղափարի աստվածաբանական սահմանման համար կարևոր նշանակություն ունի այս գաղափարին համապատասխանող հունարեն բառերի բանասիրական քննությունը։ Նոր կտակարանի գրքերի հունարեն բնագրում այս գաղափարը արտահայտված է երկու բառերով, եւ նրանցից յուրաքանչյուրն ունի իմաստային առանձնահատուկ երանգ։ Նրանցից առաջինը լուտրո նշանակում է ազատագրել, փրկավճար տալ։ Այն ժամանակներում աշխարհը ճանաչում էր մարդկանց փրկագնելու 3 տեսակ՝
Առաջին փրկագնում գերությունից, երկրորդ փրկագնում բանտից եւ երրորդ փրկագնում ստրկությունից։ Քրիստոնեական իմաստով առաքյալներն այս եզրը օգտագործում էին արտահայտելու համար Քրիստոսի խաչելությամբ իրագործված մեր փրկությունը։ Այսինքն փրկություն մեղավոր աշխարհից եւ սատանայի իշխանությունից, ձերբազատում անեծքից, արդարների ազատում դժոխքի կապանքներից։ Սրանք վերը նշված փրկագնման 3 ձևերն են։ Այսինքն փրկագնում մեղքի գերությունից, փրկագնում դժոխքից եւ փրկագնում սատանայի գերությունից։ Երկրորդ բայը ագորածո նշանակում է գնել մեկի համար կամ գնել շուկայում։ Այս եզրով արտահայտված պատկերը վերաբերում է միայն հավատացյալներին կամ քրիստոնյաներին։ Այս իմաստով այն ունի շատ կարևոր նշանակություն։ Այս բայը ընդամենը 3 անգամ է հանդիպում առաքելական գրվածքներում։ Դրանք են. Առաջին Կորինթացիներ 6-րդ գլուխ 19-ից 20 համարներ։ Չգիտեք, թե ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է եւ որը ստացել եք Աստծուց, եւ դուք ձեր Տերը չեք, քանզի մեծ գնով գնվեցիք։ Առաջին Կորինթացիներ 7-րդ գլուխ 23-րդ համար։ Մեծ գնով գնվեցիք, մարդկանց ծառաներ մի եղեք։ Հայտնության գիրք 5-րդ գլուխ 9-րդ համար։ Դու մորթվեցիր եւ քո արյունով գնեցիր մեզ Աստուծո համար։ Բոլոր 3 համարներում էլ այս բայը նշանակում է, որ Քրիստոս ինքը մեզ գնեց։ Ուրեմն մենք պետք է պատկանենք նրան ամբողջապես, ինչպես գնված ծառաներն են պատկանում իրենց տիրոջը։ Այլ կերպ ասած, Քրիստոսով փրկագնված լինել նշանակում է Քրիստոսի ծառա լինել։ Քրիստոսի ծառա անունը նշանակում է ամբողջովին, անվերապահորեն հնազանդվել նրան, ով մեզ բոլորիս փրկագնեց։ Առաքյալները հստակորեն զգացին այս իրողությունը։ Բավական է կարդալ առաքելական նամակների առաջին տողերը։ Ըստ առաքելական ուսուցումների, այսպիսի գիտակցություն պիտի ունենան բոլոր հավատացյալները։ Ճիշտ նույն կերպ էլ Սուրբ Եկեղեցին եկեղեցու անդամներին մշտապես կոչում է Աստուծո ծառաներ։ Աստուծո ծառայությունը զերծ է ամեն տեսակ բռնադատվածությունից։ Այն մարդու արձագանքն է Աստուծո անհուն սիրո հանդեպ եւ տանում է մարդուն ազատագրման ճանապարհով։ Փրկիչն իր հրաժեշտի պատվիրանները տալիս իր աշակերտներին դիմում է այսպես. Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ ես ձեզ պատվիրում եմ։ Նա նրանց կոչում է որդիակներ եւ ապա ասում. Ինչպես իմ հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի։ Պողոս առաքյալը հռոմեացիներին ուղղված թղթում այս մասին ասում է այսպես. Մենք Աստուծո որդիներ ենք, եւ եթե որդիներ ենք, ապա եւ ժառանգներ։ Ժառանգներ Աստուծո եւ ժառանգագիցներ Քրիստոսի։ Սուրբ Հովհաննես առաքյալը իր առաջին ընդհանրական թղթում այս մասին ասում է. Սիրելիներ, այժմ Աստուծո որդիներ ենք եւ դեռ հայտնի չէ, թե ինչ ենք լինելու։ Գիտենք, որ երբ նա հայտնվի, լինելու ենք նրա նման, քանի որ նրան տեսնելու ենք այնպես, ինչպես որ նա կա։ Մեզ այսպես սրբագործողը եւ բոլոր սրբագործվածները մեկ Աստծունն են։ Ուստի եւ Քրիստոս նրանց, ովքեր սրբագործված են, անվանում է իր եղբայրները։ Քրիստոս նաև առաջնորդում է բոլոր եղբայրներին դեպի փրկություն եւ նոր ուխտի քահանայապետն է։ Պողոս առաքյալը Եբրայեցիներին ուղղված թղթում այս մասին ասում է. Ուստի պետք էր, որ նա ամեն ինչով եղբայրներին նմանվեր, որպեսի ողորմած լիներ եւ հավատարիմ քահանայապետ Աստուծո առաջ իր ծառայության մեջ քավելու համար ժողովրդի մեղքերը, որովհետև ինչպես որ ինքն իսկ չարչարվեց փորձության մատնվելով, այնպես էլ կարող է օգնել փորձության ենթարկվածներին։ Քրիստոսով մենք թողություն ենք խնդրում մեր մեղքերին,
Քանի որ երկնավոր հայրը չի դատելու ոչ ոքի, այլ դատաստանն ամբողջությամբ տվել է որդուն, եւ բոլորը պետք է երկրպագեն որդուն, ինչպես երկրպագում են հորը։ Որդին ինքը իր համբարձումից առաջ հայտնում է. ինձ տրված է ամեն իշխանություն երկնքում եւ երկրի վրա։ Ահա թե ինչու մեր բոլոր աղոթքները, լինեն մեզ համար, թե մեր հայրերի եւ եղբայրների, կամ ողջերի եւ ննջեցյալների համար, ուղղում ենք Աստուծո որդուն։ Մենք Աստուծո տան անդամներն ենք։ Մենք Քրիստոսի տան անդամներն ենք։ Ուստի եւ մենք հաղորդության մեջ ենք այս տան երկնավոր անդամների, ամենասուրբ Աստվածածնի, առաքյալների, մարգարեների, մարտիրոսների, հայրապետների եւ վարդապետների հետ։ Մեկ է երկնավոր եւ երկրավոր եկեղեցին։ Սրա համար է, որ մենք գնվեցինք Քրիստոսով։ Այսքան մեծ նշանակություն ունի Քրիստոսի պատարագը, որ տեղի ունեցավ խաչի վրա եւ դրոշմվեց Քրիստոսի հարությամբ։ Սա է իմաստը իր գահին բազմած գառան արչև երկվող նոր երգի, որը տրված է Հովանես Աստվածաբան առաքյալի հայտնության մեջ, քանի որ մորթվեցիր եւ քո արյունով գնեցիր մեզ Աստուծո համար։ Սիրելիներ, թող մեզ չշփոթեցնի այս աշխարհի տխուր հոգևոր պատկերը։ Մենք գիտենք, որ եկեղեցու մանկանց Քրիստոսի ծառաների փրկությունը կատարված է։ Նաև աշխարհի փրկությունը բառի լայն վաղճանաբանական իմաստով արդեն իսկ կատարված է։ Սակայն Պողոս առաքյալը ուսուցանում է մեզ այսպես. որովհետև հույսով փրկվեցինք, իսկ տեսանելի հույսը հույս չէ։ Քանի որ մի բան, որ մեկը տեսնում է, էլ ինչու հուսա։ Իսկ եթե հույս ունենք մի բանի, որը չենք տեսնում, ուրեմն համբերությամբ սպասում ենք դրան։ Հոգևոր զորությունները աշխարհում կարող են ծածուկ մնալ, բայց երբեք չեն անհետանում։ Քրիստոսի եկեղեցու երկնավոր, երկրավոր մարմինն աճում է, եւ աշխարհը մոտենում է մարդու որդու վերստին գալստյան հրաշափառ օրվան, երբ մեծ եւ արդար դատաստանին հաջորդելու է աշխարհի նորոգությունը եւ պայծառակերպությունը, եւ գահի վրա նստողը ասելու է. ահավասիկ ամեն բան նոր եմ դարձնում, եւ պիտի լինի նոր երկինք եւ նոր երկիր։ Ամեն։